Բարի օր ընկերներ ջան, շնորհավորում եմ բոլոր երեխաների պաշտպանության օրվա առթիվ, սակայն ուզում եմ ասել, որ Պրոշյան եւ Քասախ համայնքների երեխաների եւ ոչ միայն երեխաների, այլ նաեւ շատ քաղաքացիների իրավունքներ հենց ոտնահարվեցին հունիսի 1-ին, քանի որ 25 եւ 59 համարի սպասարկող ավտոբուսները հեռացվեցին համայնքներից, նույնիսկ չընդունեցին այն խնդրանքը, որ քաղաքացիները խնդրում էին գոնե 300 մետր գար, շրջադարձ կատարեր, վարորդները սնվելու տեղ կունենային, այդ խնդրանքը մերժեցին, տեսեք, սենց քաղաքացիները պետքա ստիպված եղանակային տարբեր պայմաններում, չգիտես դիմացիցը տով է գալիս ոնց է քշում, կյանքերը վտանգելով հասնեն մինչև ավտոբուսին, այսինքն մինչև պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ։ Այդ 300 մետրը իրանց համար շատ կարևոր բան էր, այտենց մարդկանց կտրելուց, տեսեք ոնց է քշում, եւ Աստված չանի, կարա մեկի երեխան այսպես գնա ու գա այս ճանապարհով, նկարանումներ արեցինք, բացատրեցինք, տեղադրեցինք, բայց այս իշխանության մոտ չի մտնում։ Մի հատ դեբիլոտ փոխնախարար ունեն, տկեն փոխնախարար, որը հենց առաջին հանդիպումից սկսած խոսում էր մենակ բանի մասին, որ вообще ընդհանրապես չի մտնելու Պրոշյան, իսկ ինքը Երևանի քարտեզը չգիտեր, իսկ չգիտեր Երևանը որտեղ է ավարտվում սկսվում, այնքան դեբիլոտ էր։ Իրան նույնիսկ ոստիկանության աշխատողներն են ուղղորդում, ասում են վտանգավոր է, մարդիկ չեն կարա գան գնան, կամ այդ վարորդը նույնիսկ տուալետից օգտվի, չի կարա գա ու շրջադարձ կատարի ու գնա։ Գոնե պայմաններ են պետք, որ չէ։ Այսպես տեսեք, հիմա ստիպված ժողովուրդը պետքա գնա գա, բայց պրոշյանցիները պայքարելու են եւ շատ շուտով դուրս են գալու։ Ստիպում է այս իշխանությունը, որ դուրս գան նորից փողոց, նորից իրանց պայքարը առաջ տանեն։ 25 համարի ավտոբուսից օգտվում են ոչ միայն պրոշյանցիները, այլ նաեւ հերոսների վերականգնողական քաղաքի տղաները, ովքեր ունեն խնդիրներ, ովքեր տեսեք ոնց է գալիս հիմա սա։ Բա որ Աստված չանի մեկի խփի, մեկի արունը մնա սրանց վզվզին, ինչ են անելու սրանք, տեղից այդքան հերոսի արուն թողեցին վզներին։ Պատկերացնում եք, սենց այսքան ճանապարհ, թե երեկոյան ժամերին, թե ցերեկը պետք է մարդիկ սենց գնան գան, երեխաները մանավանդ դպրոց են գնում գալիս, քանի որ դպրոցը Պրոշյան համայնքի 3 հերթափոխով աշխատում է եւ չի հասցնում։ Իսկ այս իշխանության համար ամեն ինչ մեկ է։ Այս իշխանությունը մենակ սպասարկի Թուրքին։ Մենակ մտածի Ալիևի համար կոֆե դնի, ոնց անի, ցեղասպանությունը ուրանա, եկեղեցի մտնի, այնպես տեղեր, որտեղ իրանց ոչ մեկ չի սպասում։ Տեսեք, ստե լիքը խանութներ կա, այս խանութների դիմացները կանգառներ են անում եւ նաեւ նախորդ վիդեոներից մեկում նկարել ենք, որ լրատվական կայքերում էլ հեռարձակվեց, իհարկե ոստիկանությունը դե անգործության է մատնված, որ հակառակ ուղղությամբ էր երթևեկում մեքենան եւ երթևեկում էր արգելված գոտով եւ նույնիսկ այդ վարորդին չգտան արձանագրություն կազմեին։ Այսպես բաներ, մնենց որ սիրելի քաղաքացիներ, այս իշխանությունը փարվում է ժողովրդին, մտնում գրպան ու դուրս չի գալիս։